նախագծին ու խորհուրդ եմ տալիս ֆրակցիաների ղեկավարներին զբաղվել իրենց ֆրակցիայի անդամների բաց թողած դաստիարակությամբ եւ այստեղ նման վարքագիծ չդրսևորեն։ Բայց Աննա Մկրտչյանը մեծ հաշվով իրենց երգը երգված է եւ իրենք էլ գիտեն, որ այն աստիճան գիտեն, որ անհույս է, որ անգամ երևի չեն էլ մասնակցելու ընտրություններին կամ միգուցե թասիպի կընկնեն կմասնակցեն եւ գոնե այտենց 1.5% ձայն կփոշիացնեն։ Դուք իդեպ մի 6-7% փոշիացնելու հավանականություն եք, բայց ավելի մոտ եք անցողի քշեմին։ Դրա համար ավելի ճիշտ կլինի մի քիչ հետեւողական լինեք, ինչ եք խոսում։ Այստեղ որ խոսում եք, չգիտեմ ինչեր ուտելուց եք խոսում, ճիշտ կլինի Տիկին Խերանյանն էր ասում, ճիշտ կլինի Ռոբերտ Քոչյանի կերասներից խոսեք։ Ասենք ֆիզիկապես կուկուռուզնիկի շենք է կերել։ 10 քաղաքացու գլուխ է կերել Երևանի կենտրոնում։ Ձեր դաշնակցական գործընկերոջ գլուխն է կերել Արագած սրճարանում։ Կամ այդ որ դպրոցներ է կառուցել, ինչի ենք մենք 300 դպրոց կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց կառուցելու։ Հետո էլի են կառուցելու, այնքան միջև դպրոցներ կառուցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կամ այդ մանկապարտեզների շենքերից եք խոսում։ Մանկապարտեզների շենք են կառուցել։ Դրա համար երեխեքը հերթի մեջ ծնված օրվանից պետք է գրանցես, որ հերթը գա, որ երեխան գնա մանկապարտեզ։ Որտեղ ինչպես վերջերս թիվ էի հիշում, բայց այսքան չի մոտ 100 մենակ մանկապարտեզ մասնավորեցվել է Երևանում։ Ինչ որ շենք ֆիզիկապես երևի սովետի ժամանակից թեև այն եղել է, բայց մասնավորեցվել է։ Էդ է ձեր ստեղծածը։ Կամ կերասների մասին։ Գույք պարտքի դիմաց ձեր ֆրակցիայի առաջին համարը Ռոբերտ Քոչյանը տվել է Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ ուժեղ առաջնորդը այնքան ուժ չի ունեցել, որ այն մարդը ում հետ քիմիա ունի Վլադիմիր Պուտինը։ Ասենք օրինակ Վիետնամը, օրինակ այդքան երևի ուժեղ ղեկավար ունեցել էր, որ մոտավորապես 4 միլիարդ պարտքը ջրվեց Վիետնամի, իսկ 100 միլիոնը Ռոբերտ Քոչյանը որպես ուժեղ առաջնորդ իր քիմիապես կապված առաջնորդին տվեց Հայաստանի Հանրապետության շատ կարևոր ռազմավարական նշանակության տարբեր գույքեր։ Կամ խոսեք օրինակ պաշտոնական թվերով շուրջ 200-250 հազար արտագաղթած մարդկանցից Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, սա դեռ պաշտոնական թվերն են։ Այդ մարդիկ ինչի արդյունքում են թողել գնացել Հայաստանի Հանրապետությունից։ Միգուցե ձեր բարձր ժողովրդավարական կառավարման, միգուցե, չգիտեմ, օրինակ բիզնեսի զարգացման, քաղաքացիների, ամեն մեկը մի պատճառով թողել գնացել է։ Դրանից խոսեք, հետո նոր ուժեղության մասին խոսեք։ Կամ որ ասում եք բանը, ժամանակս լրացավ, բայց կուզեի այդ հարված ընտանիքի, ինքնության, չգիտեմ ինչի մասին խոսել, սահմանադրության մասին եք խոսում, ինչի եք հրաժարվել օրենքերներ, քանի որ այս տարի նախընտրական տարի է, մեր գործընկերներն էլ խոսեցին դրա մասին, եւ ես մտածում էի, որ հայտարարությունների ժամին այլ ելույթներ կլսեմ, սակայն նորից հայտարարությունների ժամին մնացինք նույն շրջապտույտի մեջ, մաղձ, թույն, վատատեսություն, բամբասանք եւ ամեն ինչ բացի ապագայից։ Եվ նախանց իշխող ուժի նկատմամբ, ինչպես նաեւ խոսակցություն եւ հեգնանք ուրախ ավտոբուսի նկատմամբ։ Հասկանում եմ, նախանձում եք, հասկանում եմ, դժվար է, բայց դիմացեք, որովհետեւ խնդիրը նա է, սիրելի գործընկերներ, մեր սիրելի գործընկերներն ընդդիմադիր գնացին, որ դուք օրակարգ չունեք, դուք վազում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից։ Դուք սպասարկում եք մեր օրակարգը, դուք մեր օրակարգի սպասարկող քաղաքական ստրուկներն եք, դուք չունեք միտք, չունեք տեսլական, չունեք ապագա, ոչ մի բան ասելիք չունեք, ձեր քաղաքական օրակարգը կախված է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ձեր քաղաքական օրակարգը կախված է Նիկոլ Փաշինյանի լայվերից, լայվից լայվ, ձեր կենսունակությունը լայվից լայվ է, մի բան գտնեք, այդ լայվի հետ կապված, խոսեք, քննարկեք, սպասեք հաջորդ լայվին, չունեք ասելիք ժողովուրդ ջան, եւ ի ուրախություն ձեզ ուզում եմ ասել, որ այդ լայվերը հաճախ են լինում եւ դուք ունեք զբաղմունք, ինչ որ օրակարգ կգտնեք եւ կշարունակեք
ձեր նախընտրական տարին եւ նորից ուզում եմ ձեզ համար վատ լուր ունենալ, մենք երբ շրջում ենք Հայաստանի Հանրապետությունով մեկ, մեզ որևէ մեկը ձեր մասին չի հիշեցնում, որևէ մեկը ձեր այս 5 տարի այս ամբիոնից ձեր ասած ոչ մի թեզերից մեկը չի բերում, մեջ բերում, ոչ մի ձևով որևէ ազդեցություն չունեք քաղաքացիների մտքի եւ երազանքների վրա։ Ես ուզում եմ հասկանալ 5 տարի այստեղից եւ տարբեր ամբիոններից, որ խոսում եք, դուք ձեզ վատ չեք զգում, որ ինչ ասեցիք, որևէ կերպ որևէ առնչություն չունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հետևաբար, որպես ամփոփում ուզում եմ ասել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում չի կարող Ռոբերտ Քոչարյանը, 135-ամյա Դաշնակցություն կուսակցությունը եւ որևէ այլ կուսակցություն, այստեղ կամ այնտեղ գտնվող նորահայտ այլ կուսակցություններ չեն կարողանալու մրցել 21-րդ դարի խաղաղության ձգտող Հայաստանի Հանրապետության քաղաքացու երազանք։ 5 տարի այս ամբիոնից ինչ էին ասում։ Էլ պատերազմ էին գուժում, էլ Սյունիքն էին տալիս, էլ Տավուշն էին տալիս, էլ սահմանազատումներ պատերազմի հիմք, ինչ ասես ասել են, ամեն կողքից ծառի տերևի շրշյունը համարում էին, որ շուտով պատերազմ է լինելու եւ գուժում էին հանրությանը։ Հիմա մեզ ասում են վախեցնում եք ժողովրդին, սպառնում եք պատերազմով։ Խաղաղությունը, եթե մեկ քաղաքական ուժի հետ է կապված, խաղաղություն չէ։ Քրեորեն պատժելի արարք է այս ամեն ինչը։ Ժորժ ջան, ոնց որ իջեք իրականություն, դուք տենց սուս ու փուս նստած էիք, մենք էլ եկանք, ասացինք դուք պատերազմի քաղաքական ուժերն եք, ոչ, դուք 5 տարի հերիք չսպառնացել եք պատերազմով։ Երկրորդ եկեք նայենք ձեր առաջարկներին։ Բոլորդ միաբերան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, միաբերան նույն տեքստն եք կրկնում, որ անհրաժեշտ է երաշխավորների օգնությամբ հասնել խաղաղությամբ։ Նոր երաշխավորներ են մեզ պետք։ Թրիփ նախագիծը վերաբանակցելու եք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում, իրավունքները դարձրել եք կեսդ վերադարձի իրավունք, կեսդ ուղղակի իրավունքներ։ Շատ տեղեր ձեր համաժողովներում Արցախ վերադարձ լինելու է տեքստեր են հնչում։ Ուզում եք ասել, դուք նախաստորագրված պայմանագիրը վերաբանակցելու եք, թե ոչ։ Երկրորդ հարցս, դուք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակելու եք նույն ձև, ինչ որ մենք ենք արել, թե ոչ։ Խաղաղության նախաստորագրված պայմանագրի կետերը, որոնք արդեն ամրագրված են եւ այս տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ենք հասել այս կետին, վերաբանակցելու եք, կներեք լեքսիկոնից համար փոզմիշեք անելու են ինչ որ Հայաստանի Հանրապետությունը հասել է այս ընթացքում։ Էդ է պատճառը, որ մենք ասում ենք դուք պատերազմի քաղաքական ուժերն եք, որովհետև դուք այս բոլորը որոշել եք դնել մատաղանել ձեր սիրելի կայսրության ոտքերի առաջ եւ ասել այո, մեզ հիմա փրկիչներ են պետք, մեզ հիմա երաշխավորներ են պետք։ Եվ դրանով փորձում եք քաղաքական դիվիդենդ շահել մեր ժողովրդի մոտ։ Էսա թարգմանաբար նշանակում, ինչա նշանակում դուք պատերազմի կուսակցություններ եք։ Եվ չհամարձակվեք ասել, որ խաղաղություն հաստատած, խաղաղություն բերած քաղաքական ուժը պատերազմ է բերել։ Այդ ինքնին ձեր պետության նկատմամբ վերաբերմունքի մասին է խոսում, որովհետև չի կարելի